Հունգարիայում նոր դարաշրջան է բացվում երեկվա ընտրություններից հետո, որոնց արդյունքներով ակնկալվում է, որ կփոխվի ոչ միայն կառավարող ուժն, այլև երկրի զարգացման կուրսն ու հարաբերությունները Եվրամիության, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ։ 16 տարվա իշխանությունից հետո Վիկտոր Օրբանը դիրքերը զիջեց երբեմնի կուսակից Պիտեր Մագյարին։ Նրա կուսակցությունը Տիսան տպավորիչ հաղթանակ արձանագրեց, ստանալով սահմանադրական մեծամասնություն կառավարման ընդարձակ լիազորություններով։ Շնորհակալություն, որ վստահեցիք մեզ, հավատացիք, որ մենք կարող ենք փոխել մեր ճակատագիրն ու գրել մեր սեփական պատմությունը։ Պահպանողական դիրքորոշմամբ 45-ամյա առաջնորդը 9,5 միլիոն հունգարացիների համակրանքը շահեց նախ եւ առաջ խոստանալով փոփոխություն երկրում, որը Եվրամիության կազմում ամենաավտորիտարն էր համարվում։ Այդ ուղղությամբ առաջին քայլն արեց քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, կոչ անելով Օրբանի օրոք պաշտոնավարած նախագահին, բարձրագույն դատավորներին ու գլխավոր դատախազին հրաժարական տալ։ Այսուհետ սա լինելու է մի երկիր, որտեղ բոլորը պետք է պատասխան տան իրենց արածների համար եւ նրանք, ովքեր դավաճանել ու թալանել են, պետք է պատասխանատվություն կրեն։ Թրամփի մեգաշարժման, Եվրոպայում աջակողմյան պոպուլիստների ու նաև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի դաշնակից Օրբանը պարտությունն ընդունեց շատ արագ։ Միաժամանակ հայտարարեց, թե չի պատրաստվում դադարեցնել պայքարը, որին աջակցելու համար օրերս անգամ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսն էր ժամանել Հունգարիա։ Մենք ունեցել ենք դժվարին եւ հեշտ, գեղեցիկ եւ տխուր տարիներ, բայց կա մեկ բան, որ բոլորը պետք է իմանան այստեղ եւ ամբողջ երկրում մենք երբեք չենք հանձնվի, երբեք։ Օրբանը մեկ անգամ չէր կասկածի տակ դրել եվրոպական ընտանիքի միասնությունը, արգելափակել Ուկրաինային հատկացվող օգնությունն ու նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Օրբանի պարտությունից հետո շատերը հանգիստ շունչ քաշեցին։ Փաստը, որ Օրբանը պարտություն է կրել, այն էլ այդպիսի ջախջախիչ պարտություն հզոր ազդակ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ բոլոր նրանց համար, ովքեր սատարում էին նրան։ Թրամփի ներկայիս վարչակազմն ակնհայտ աջակցում էր Վենսի այցը Բուդապեշտ ընտրություններից անմիջապես առաջ հենց դրա մասին էր վկայում։ Հունգարիան ընտրեց Եվրոպան, նախնական արդյունքների ամփոփումից հետո հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հավելելով. երկիրը վերագտավ իր եվրոպական ուղին։ Ֆրանսիայի նախագահը ողջունեց Հունգարիայի հանձնառությունը Եվրոպայի հանդեպ։ Գերմանիայի կանցլերն էլ պնդեց, այսուհետ որոշումների կայացումը Եվրոպայում ավելի կհեշտանա։ Երեք աջակողմյան պոպուլիզմը ծանր պարտություն կրեց Հունգարիայում եւ դա միայն Հունգարիային չի վերաբերում։ Հունգարիան շատ հստակ ազդանշան է ուղարկում աջակողմյան պոպուլիստներին ողջ աշխարհով մեկ։ Օրբանն անցած տարիներին մի քանի աղմկահարույց որոշում էր կայացրել նաև Հարավային Կովկասի վերաբերյալ։ Հենց նրա պաշտոնավարման օրոք Բուդապեշտը Բաքվին հանձնեց սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ՑՄՀ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին, ով հետագայում Ադրբեջանում ազատ արձակվեց ու պարգևատրվեց։ Բուդապեշտը խոչընդոտում էր նաև Հայաստանին օգնության տրամադրմանը խաղաղության եվրոպական հիմնադրամից, ինչպես նաև աջակցում Վրաստանի գործող իշխանություններին, որոնց դեմ Բրյուսելը պատժամիջոցներ է սահմանել խորհրդարանական ընտրություններից հետո փողոցային ցույցերը ճնշելու համար։ Օրբանին հաղթելը կարևոր ուղերձ էր աշխարհին, բայց Մագյարը դեռ պետք է նաև օրբանիզմը կազմաքանդի, փաստում են քաղաքագետները ընդգծելով, դա կպահանջի ոչ պակաս ջանք ու ժամանակ, փոփոխություններ բերելով ոչ միայն երկրի ներսում, այլև եվրոպական ընտանիքում։ We're hiding behind Viktor Orban, his obstruction, his veto at the European Միության անդամ պետությունները հաճախ էին Օրբանի թիկունքում թաքնվում, քանի որ նա ի սկզբանե վետո էր դնում, դա շատերին էր հնարավորություն տալիս պնդել, թե մենք չենք կարող ավելի հեռուն գնալ, քան ցանկանային, քանի որ մեզ խոչընդոտում են Վիկտոր Օրբանն ու նրա կառավարությունը։ Այժմ այս փաստարկն այլևս չի գործելու։ Also put pressure on the EU and other member states to further advance when it comes to reforming the European Union. Մագյարի հաղթանակն ու համընդհանուր ոգևորությունը շատերին է հիշեցրել հունգարական թերևս ամենահայտնի երգը Գարնանային քամին, որ ուղիղ 40 տարի առաջ հանրահայտ քույնը կատարել էր Բուդապեշտի Լեփ Լեցուն մարզադաշտում։ Այսօր Հունգարիայի ներսում ու դրանից դուրս նոր վարչապետից գարնանային նոր շունչ ու փոփոխություններ են ակնկալում։